Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Երեխաների պաշտպանության հիմնախնդիրը ողջ բարդությամբ ծառայում է պետությունների առջև, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում պաշարված քաղաքներում սովին հիվանդություններին զոհ գնացին միլիոնավոր անմեղ ու անպաշտպան երեխաներ։ Պատերազմից հետո Փարիզում կանանց միջազգային ֆեդերացիան որոշեց պայքարել ստեղծելու երեխաների եւ ապագա սերունդների երջանիկ ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։ 1950 թվականին կանանց միջազգային ֆեդերացիան հունիսի 1-ը հռչակեց որպես երեխաների պաշտպանության օր։ Եվ ահա արդեն 61 տարի այդ օրը նշվում է ամբողջ աշխարհում։ Սա եկեք ընդունենք, որ ամենագեղեցիկ եւ ամենահիասքանչ տոներից մեկն է, որը նշվում է աշխարհում։ Այնինչ կապված է երեխաների պաշտպանության հետ, անշուշտ մեծերի խնդիրն է։ Եվ ընդունված տոնը, ընդունված օրը կոչ է ուղղված մեծերին պաշտպանելու մեր կյանքի ծաղիկներին, պաշտպանելու նրանց խաղաղությունը, ստեղծելու նրանց համար լավագույն պայմաններ։ Հունիսի 1-ը տոն է բոլոր երեխաների համար։ Այն ներկայանում է երեխաների համար կազմակերպվող տարբեր միջոցառումներով։ Ստեփանավանում հունիսի 1-ին արտահայտումը գտավ գեղեցիկ տոնական ծրագրով։ Կավճանկարչություն, տարաբնույթ խաղերի կազմակերպում, երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես, մրցութային համարներ, երեխաների իրավունքների մասին ուղերձների գրառում խաղաղության պատին, բազմաթիվ շփիթներ ու ուրախ ու երջանիկ դեմքեր։ Այս ամենը եւ ավելին երեխաների համար կազմակերպել էր Ստեփանավանի լիարժեք կյանքասարական կազմակերպությունը։ Այս միջոցառումը յուրօրինակ կոչ է հենց երեխաների միջոցով, երեխաների շուրթերով, երեխաների գործողություններով առայն որ յուրաքանչյուր երեխա անկախ սոցիալական պատկանելությունից, առողջական եւ հաշմանդամությունից պետք է կարողանա մասնակից լինել կյանքի բոլոր հատվածներին, այսինքն լիարժեք կրթություն ստանա, լիարժեք առողջապահական ծառայություններ, այլ ծառայություններ, հանգստի իրավունքը խաղալու, զվարճանալու, ընտանիքում լինելու եւ սա հենց արվում է հենց երեխաների միջոցով։ Այս ամեն ինչը իրանք երեխաների համար են անում, որ իրանք ուրախ լինեն, շատ խաղեր են կազմակերպել։ Не повезет, если черный кот дорогу перейдет, а пока наоборот. Միջոցառման կազմակերպման աջակցել են World Vision Հայաստան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը եւ շփիթ ծրագիրը իդեմս մասկի ծրագրի շրջանավարտ Հասմիկ Ղազարյան Օսլոնի։ Տոնի գեղեցիկ կատարումներով զարդարեցին նաեւ Ստեփանավանի մշակույթի պալատի տարբեր խմբիսաները։ Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել այն կազմակերպություններին եւ անհատներին, ովքեր ավանդաբար մեզ հետ են, World Vision Հայաստանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, մշակույթի պալատը, Մարգարյանի անվան տիկին Անուշ Ղարեգիշյանի գլխավորությամբ, հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հասմիկ Ղազարյանին մասկի ծրագրի շրջանավարտ, ով եւս մեծ աջակցություն ցուցաբերեց, որպեսզի այսօրվա հեքիաթը, այսօրվա միջոցառումը երեխաների համար կայանա։ Շնորհակալություն պետք է հայտնենք նաեւ քաղաքապետարանին, քաղաքապետին այսօր շատրմանները գործարկելու համար եւ սա շատ մեծ խորհուրդ ունի եւ ավելի լիարժեք է դարձնում տոնը։ Միջոցառման ընթացքում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի իրացման գործում առավել մեծ ավանդ ունեցող անձինք եւ ուսումնական հաստատությունները լիարժեք կյանքասարական կազմակերպության կողմից ստացան պատվոգրեր եւ շնորհակալագրեր։ Հունիսի 1-ը ամենակարևոր հիշեցումն է։ Երեխաների պաշտպանությունը սկսվում եւ վերջանում է նրանով, որ աշխարհում օտար երեխա չկա։ Բոլորն էլ մերն են։ Նրանք արժանի են բոլորի ուշադրությանն ու բարի կամքի դրսևորմանը։ Արմինե Բալայան, Ազգանուժ Մկրտչյան, լուրեր։